Անդրանիկ Քոչարյան, պատկերացրեք, որ ձեր խոսքերքը ինձ նույնիսկ չի նեղացրել։ Գիտեք ինչու։ Որովհետև դուք այնքան մեղք եք ու շատ էժան մարդիկ եք։ Եթե դուք մտածում եք ձեր որդին բարձրակարգ մարդ է, ազար ներողություն։ Այս տղային տեսնում եք, ընդամենը իր 21 տարեկան հասակում մեկ պատերազմ եւ մեկ մարտական գործողություններ անցած ուղի ունի։ Կյանք փրկած, սպայի կյանք։ Պետական խաչ Ջաբրայելի դուրս բերած բազմաթիվ փաստաթղթերով 23 թվականին միջև վերջ մենակ 812 մարտական դիրքում իր կռիվը տարած։ Տեսած կլինեք իրան շատ։ Եվ ուզում եմ ասեմ, որ այնպես չի, որ նա գիտելիքներ չուներ։ Եվ գիտելիքներ ուներ, եւ նախասիրություններ ուներ, եւ արդեն ոչ մի անգամ իր անհատական ցուցահանդեսն ենք կազմակերպում։ Իսկ ինչ է արել ձեր որդին հայրենիքի համար։ Ես թվարկեցի իմ որդին ինչ էր արել։ Հայրենիքի համար իր 21 տարեկան կյանքում։ Իսկ ձեր որդին ինչ է արել։ Մտեք եռաբլուր մի հատ տեսեք ինչ գենաֆոնդ եք թողել այնտեղ։ Ձեր իսկ դավաճանած ամբողջ այդ կույտով դավաճաններից հետևանքով։ Նայած որ գիտեք ինչ։ Ես գիտեք ինչու եմ այսքան հանգիստ, որովհետև երբ որ ես արդեն նայում եմ ձեր հայտարարությունների վրա, ոչ միայն ձեր եւ մնացածների են, որ միֆ են ասում, չգիտեմ ինչեր են ասում։ Ուղղակի դուք ծիծաղելի եք, արդեն չգիտեք ոնց ռուսեն ասած как задеть человека։ Անինքնասեր մարդիկ։ Գնացեք ու հիացեք։ Աստված ձեր որդուն լիքը առողջություն տա։ Լիքը։ Մի քիչ էլ ձեզ խելք տա։ Դե գնացեք հանգստացեք հիմա։ Որ հասկանաք, որ նման բաներ չի կարելի մարդկանց հայտարարություններ արել, երբ որ դա պարտադիր ծառայություն է։ Իհարկե, այսօր իշխանություններից ով է ծառայել, որ ձեր տղեն էլ ծառայի, ամոթ էլ կլիներ։ Այդքանը։